Բարի լույս սիրելիներս, մի օր մի երիտասարդ զույգ զբոսնում էր միասին եւ հանկարծ այդ պահի մի շատ շքեղ մեքենա է կանգնում եւ աղջիկը թողնելով երիտասարդի վրա վազում է դեպի այդ մեքենան։ Տղան բացականչում է. «Սիրելիս, այդ ուր ես գնում»։ Աղջիկն ասում է. «Ես այս մեքենայի տիրոջ մոտ եմ գնում»։ Երբ աղջիկը նստում է մեքենան, վարորդը, որ նստած էր ղեկին, ասում է. «Կներեք, բայց ես ձեզ համար չկանգնեցի։ Ես այն տղայի հետ համար կանգնեցի, որ ձեզ հետ էր, որովհետեւ ես նրա վարորդն եմ»։ Մեր ծնված օրից Աստված մեր ձեռքը բռնած քայլում է ամեն տեղ, ամեն ուր, որտեղ որ լինում ենք Հիսուսի խոսքի համաձայն, ես ձեզ հետ եմ ձեր կյանքի բոլոր օրերում, քայլում է մեզ հետ։ Բայց երբ որ գալիս է պահը, նյութը դրա առջև է հայտնվում, որ մենք կարող ենք ավելի ունել այս աշխարհի մեջ նյութական բարիք ունենալ, մենք թողնում ենք Աստծո ձեռքը ու վազում ենք։ Երբ Աստված կանչում է, այդ ուր ես գնում, մենք էլ այս աղջկա պես պատասխանում ենք, որ քո մոտ չենք ուզում մնանք, մենք այլ նպատակներ, այլ ձգտումներ ունենք, վազում ենք այնտեղ։ Բայց երբ որ հասնում ենք, հասկանում ենք, որ այդ ամեն ինչը նորից Աստծուն է պատկանում, այդ ամենի պարգևողը մարդուն Աստված ինքն է։ Աստված նյութական բարիքը մարդուն տալուս է ոչ թե իրեն ուրանալու համար, այլ այդ ամենի մեջ գոհանալով դեպի Աստված վերադառնալ։ Դրա համար է Հիսուս ասում, որ նախ փնտրեցեք երկնքի արքայությունը, մնացած ամեն բան ձեզ ավելիով կտրվեր։ Իսկ մեծահարուստ անմիտ մեծահարուստի առակի մեջ, երբ ասում է ով մարդ, էլ ինչ խնդիր ունես, կեր, խմիր, ուրախացիր, որովհետև որևէ հոգ չունես, Աստված ասում է ով անմիտ, այսօր քո հոգին պիտի տանեմ, այս ամենը ում ես թողնելու կամ ինչի համար այս ամենը հավաքեցիր։ Ինչքան բարիք որ մեր կյանքում կա, ամենը Աստծուց է։ Ինչ որ մենք ունենք, Աստված է թույլ տալիս, որ մենք ունենանք։ Եվ այդ տրված է մեր բարիքի, մեր ամենօրյա պետքերը հոգալու համար, բայց ոչ պաշտամունքի համար, ոչ թե այդ ամենով ապրելու, այդ ամենի համար ամեն օր մտահոգվելու։ Հիսուս ասում է, ով կարող է մտահոգվելով իր հասակը մի փոքր ավելացնել։ Չես կարող մտահոգության ոչինչ փոխել, այլ պետք է Աստծո ձեռքը բռնած հավատարմորեն այդ ձեռքը պահելով քայլել, մնացած ամեն բան կստանաս։ Միայն թե հանկարծ երբ որ հարստությունը, փառքը, իշխանությունը հայտնվի ձեր ճանապարհին, երբեք Աստծուն չմոռանաք, ասելով ես չեմ ուզում այլևս քեզ հետ լինել, որովհետև ես ավելի գեղեցիկ վայր եմ գնում, եւ այդ գեղեցիկ վայրը մի օր քեզ պիտի մերժի եւ կմնաս առանց այդ ամենի եւ առանց Տիրոջ ներկայության։